Այսօր Գյումրին շնչում էր ծաղիկների թարմությամբ ու տոնական բարձր տրամադրությամբ։ Կանանց միջազգային օրվա առթիվ Գյումրու քաղաքապետարանը յուրօրինակ ու ջերմանակնկալ էր նախապատրաստել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Գյումրու փողոցներն ու թաղամասերը լցնելով երաժշտությամբ եւ ժպիտներով։ Տոնական օրվա մեկնարկը տրվեց Ռիժկովի անվան ճեմափողոցում, որտեղ պետական փողային նվագախմբի հանդիսավոր հնչյունների ներքո քաղաքապետարանի կամավորները վարդեր էին նվիրում անցորդ կանանց ու աղջիկներին։ Երաժշտական կենդանի կատարումներն ու գեղեցիկ բազմերանգ ծաղիկները յուրօրինակ երանգ հաղորդեցին օրացուցային գարնան, բայց ձմեռային խստաշուժ դեմքով այս տարվա մարտի 8-ին։ Չնայած եղանակը դեռ գարնանային չէ, բայց մենք փորձում ենք գարնանային տրամադրություն փոխանցել քաղաքի անցորդներին, հատկապես սիրելի կանանց, մայրերին, քույրերին, տատիկներին, որովհետև սա ոչ միայն կանանց միջազգային օրն է, այլև իրենց պաշտպանության, իրավունքների վերագնահատման, գործելու, ստեղծագործելու, արարելու եւ հասարակությանը ծառայելու ուղերձ ունի տոնն իր մեջ, ինչն անում են մեր կանայք, որովհետեւ դարեր շարունակ իրենց ուսերին կրել են նաեւ պետությանը ծառայելու բեռը եւ դա ապացուցել են բազմիցս։ Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին մարտի 8-ի եւ առհասարակ կանանց միամսյակի առիթով եւ ցանկանում եմ, որ նրանց յուրաքանչյուր օրը լինի սիրով եւ ջերմությամբ ողողված։ Ինչպես նաեւ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Գյումրու քաղաքապետ հարգարժան պարոն Վարդան Ղուկասյանին նման գեղեցիկ անակնկալի եւ միջոցառման համար։ Արդեն իսկ ծաղիկների շքեղությունը խոսում է անակնկալի մասին, որ պարոն Ղուկասյանի կողմից ընձեռվել է։ Пришли просто за кофе и увидели, что тут вот такое вот торжество. Очень замечательно, приятно, улыбает, очень вообще здорово. Настроение сразу там замечательное становится. Спасибо большое, мэрии. Շատ շնորհակալ ենք Գյումրու քաղաքապետարանին, հանձինս քաղաքապետին Վարդան Ղուկասյանին օրը հագեցած տրամադրելու համար։ Սա ոչ միայն մարտի 8-ի կապակցությամբ է այսպես լավ օր, միշտ ինքը կազմակերպել է բոլոր տոներին շատ լավ հագեցած օրեր։ Անակնկալ էր եւ շատ լավ էր կազմակերպած, շատ շնորհակալություն նաեւ բոլոր աշխատակիցներին, բարեհամբույր ընդհանրապես վերաբերմունքների համար։ Անակնկալների աշխարհագրությունն ընդգրկում էր ամբողջ քաղաքը։ Ծաղիկներն ու երաժշտական ողջույնները հեղեղել էին քաղաքի բոլոր հատվածները։ Անի թաղամասում Սուրբ Հակոբ Մզմնեցի եկեղեցու հարակից տարածքում կամավորները ջերմորեն շնորհավորում էին բոլոր անցորդներին։ Կարելի չէ, քաղաքապետարանը շնորհավորում է ձեր մարդու շատ շնորհակալություն։ Սրտան շնորհավորում եմ քաղաքի բոլոր գեղեցկուհիներին, ուզում եմ, որ լինեն նույնքան ուժեղ, որքան մշտապես եղել են եւ չմոռանան, որ ստեղծագործելու եւ արարելու աստվածային շնորհը իրենցն է, մարդ ստեղծելու գերագույն պարգևը իրենցն է, դրանով իսկ իրենք եւ յուրահատուկ են եւ ուժեղ։ Մուշ թաղամասում տոնական շունչն ամենուր էր։ Երաժշտության ներքո ծաղիկներ բաժանվեցին ոչ միայն փողոցներում, այլև խանութներում ու վարսավիրանոցներում։ Քաղաքապետարանից ձեր մարդու շնորհավոր, ձեզ գեղեցիկ օր։ Անակնկալից անմասն չմնացին նաև կին վարորդներն ու ուղևորները, ում ճանապարհը 1 վայրկյանով ընդհատվում էր միայն ժպիտների եւ ծաղիկների փոխանցման համար։ Շնորհավորում ենք բոլոր կանանց տոնը, նվերը շատ անսպասելի էր, բայց շատ ուրախացնող։ Տոնը թող ուրախացնի ու բոլորի ժպիտը միշտ դեմքներում մնա։
Շնորհավորում եմ բոլորին, բոլոր մայրիկներին։ Տոնական օրվա կարևորագույն իրադարձություններից մեկը Կումայրի Արքելոս թանգարանի ցուցասրահում էր։ Այստեղ բացվեց արդեն ավանդական դարձած գարնանային սալոն ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին կին ստեղծագործողների աշխատանքները։ Կտավներում գերիշխում էին վառ գարնանային գույները, որոնք արտացոլում էին կանացի արարման շունչն ու նրբությունը։ Այսպիսին է արարող կանանց ներաշխարհը։ Ներկաներին շնորհավորեց Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը։ Նա փոխանցեց նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը, երախտիկի եւ մեծարանքի խոսքեր ուղղելով կանանց։ Հայկինը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի ամրության, հավատքի ու արժանապատվության խորհրդանիշը։ Նա ընտանիքի հենարանն է, սերունդների դաստիարակը եւ ազգային արժեքների պահապանը։ Մեր մայրերն ու տատերը դժվար ժամանակներում իրենց ուժով ու հավատով պահել են ընտանիքը, իսկ այսօր նույն նվիրումով աջակցում են իրենց երեխաներին ու թոռներին, կառուցելու համար ավելի լավ ու խաղաղ ապագա։ Երբ կանանց գործեր ես նայում, իմ ականջին լսում եմ մեղմ երգի ձայն եմ լսում, կարոտներ կան, հուշեր կան, որովհետև կինը աշխատելիս, ստեղծագործելիս, այդ ինչ որ ունի իր ներսում կուտակված ինքը տալիս է իր հորինվածքի։ Եվ այդ հորինվածքը միշտ կուզենամ, որ միշտ բարին լինի, որովհետև այդ էներգիան, որ ինքը ներդնում է այդ աշխատանքների մեջ, վերադառնում է մեզ։ Այս ավանդույթ դարձած ցուցադրությունը, որ մենք ավանդաբար կոչում ենք գարնանային սալոն, շատ կարևոր շեշտադրում է օրվա տոնական միջոցառումների մեջ։ Մենք սրանով ուզում ենք նախ եւ առաջ արժևորել ստեղծագործ կնոջ դերը եւ ներկայությունը մեր քաղաքում, երկրորդ ցույց տալ, որ կանանց արարումից գեղեցիկն է ծնվում ուղիղ եւ փոխաբերական իմաստով, եւ նաեւ համախմբել այն ստեղծագործ կանանց, ովքեր ապրում եւ ստեղծագործում են Գյումրիում, Շիրակում, այս պարագայում նաեւ Արցախում, որովհետեւ ցուցահանդեսի մասնակիցների մեջ ունենք նաեւ արցախցի կանայք։ Հանդիսության ներկա էր նաև յուրահատուկ հյուր անվանի ջութակահար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի դուստրը դերասանուհի Տատյանա Սպիվակովան։ Նա Գյումրիում է մի նոր նախագծի շրջանակներում, որով ֆիլմ է նկարահանում մեր քաղաքի մասին։ Հանդիպման ընթացքում հուզումն առատիժողություններ արթնացան։ Ներկաները վերհիշեցին 1989 թվականը, երբ աղետալի երկրաշարժից հետո Վլադիմիր Սպիվակովի եւ նրա նվագախմբի այցը Գյումրի դարձավ ապրելու ու վերածնվելու հզոր ազդակ։ Ես սովորում եմ հայերեն, որովհետև я по-русски выскажусь, потому что пока еще не достаточно комфортно по-армянски. Ну, может быть, в следующем году уже будет легче. Пока не планирую, я еще не так уж хорошо говорю. Я очень благодарна, что я тут, очень благодарна, что меня так все приняли. Я просто пришла вдохновиться, приехала вдохновиться, потому что мне кажется, что мы живем в довольно темные времена, и я всегда думаю, вот когда душа заблудилась, надо возвращаться на свои корни. Поэтому я вернулась сюда. Ավետիս Առաքելյանը շրջեց դահլիճով, ծանոթացավ ներկայացված գործերին եւ անձամբ ծաղիկներ նվիրեց ներկա բոլոր կանանց։ Մարտիրոսյան տոնական միջոցառումների շարքը եզրափակվեց Գյումրու մտորումների թատրոնում, որտեղ հանդիսատեսի դատին հանձնվեց կոկտեյլ Գյումրի ներկայացումը։ Այս բեմադրությունը եւս նվիրված էր կանանց, դառնալով օրվա գեղեցիկ ու հիշարժան վերջակետը։ Բարեցես։ Միշտ հաճախեք թատրոն, սիրեք թատրոն։ Այստեղից շատ բան ունեք տանելու։ Սայլցես, գեղեցիկ շպի։ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնած այս միջոցառումները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ գյումրեցի կանայք արժանի են լավագույնին, իսկ քաղաքի կյանքում նրանց ներկայությունն ու ստեղծագործական էներգիան անփոխարինելի են։